Եվ այսպես, ինչ շահադիտական նպատակներով են Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը հիշել հայ ռազմագերիների մասին, հարգելի հեռուստադիտողներ, Արցախը հանձնելուց որոշակի ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը արթնացել են։ Իրենք արթնացել են եւ տեսել են, որ ոչ միայն Արցախը չկա, այլ նաեւ չկա անվտանգություն Հայաստանի համար, իսկ Ադրբեջանում էլ կան հայ ռազմագերիներ եւ սկսել են հայտարարություններ անել, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մոտ արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ճիշտ է, նա նշել է, որ կողմերը չափազանց մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց դրա հետ մեկտեղ նշել է, որ այն պահին, երբ որ ինքը խոսում է դրա մասին, Ադրբեջանում 23 ռազմագերի է դատվում, շինծու դատավարություն է ընթանում, մարդկանց իրավունքները չեն պաշտպանում եւ նաեւ նշել է հետեւյալը, որ հումանիտար հարցերի լուծված չլինելը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, արձանագրենք նաև հետևյալը, Ադրբեջանից սրա վերաբերյալ կա չափազանց հստակ գնահատական։ Հիմա դա մեր դուրը կարող է գալ, մեր դուրը կարող է չգալ, բայց այդ գնահատականը հետևյալ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Այո, մենք դատում ենք Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց այն պահից ի վեր, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, նա փաստացի ճանաչել է, որ այն մարդիկ, ովքեր ներկայումս Բաքվի դատարանում դատվում են, Ադրբեջանի տարածքում քայլեր են իրականացրել, որոնք հակասել են Ադրբեջանի սահմանադրությանը, օրենքներին, եւ երբ որ Հայաստանի Հանրապետությունից հնչում են գնահատականներ այն մասին, որ դատավարությունը ինչ-որ խնդիրներով է առաջ շարժում եւ այլն, այդ մարդիկ խառնվում են ներադրբեջանական խնդիրներին ու խառնվում են ներադրբեջանական process-ներին, ելնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններից։ Եթե Արցախը Ադրբեջան է, ապա Ալիևը իրավունք ունի Բակո Սահակյանին եւ այլոց դատել։ Սա են ասում Ադրբեջանում, բայց այստեղ իսկապես հարց է առաջանում։ Լավ, ինչով է պայմանավորված իշխանությունների այս պահվածքը։ Երկար ժամանակ չէին էլ ուզում լսել գերիների մասին, բայց վերջին շրջանում իրար հերթ չտալով անդրադառնում են այս հարցին։ Այս հարցի հնարավոր պատասխանը մենք տեսանք այսօր մամուլի հրապարակումներից մեկում հայաստանյան թերթերից մեկը այսօր բավականին հետաքրքիր տեղեկություն էր հրապարակել, որում ասվում էր մասնավորապես հետևյալը, որ անցած ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչների եւ կառավարության կազմի հետ քննարկել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացը եւ արձանագրել է, որ փաստորեն չեն կարողանում ավարտական տեսքի բերել Ադրբեջանի հետ բանակցությունները, որովհետեւ Ադրբեջանը ինտեմս Իլհամ Ալիևի չի հրաժարվում իր ոչ մի պահանջից։ Միջանցք են պահանջում, ինչպես Գառնիկն էր ասում, ադրբեջանցիների վերադարձի մասին են խոսում եւ մի շարք այլ խնդիրներ եւ ինչ էին հորդորում Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմի ներկայացուցիչները, որ այս ամենը անհրաժեշտ է ներկայացնել հասարակությանը եւ անհրաժեշտ է ասել հետեւյալը, որ եթե մենք չգնանք զիջումների, դա հանգեցնելու է պատերազմի։ Եթե փորձենք բանաձևել, ապա ինչով կարող է պայմանավորված լինել իշխանությունների այս գործընթացը, որ իրենք սկսել են հիշել գերիների մասին։ Միգուցե իրենք կեղտոտ քաղաքական գործարք են առաջարկում Ադրբեջանին, գործարք հետևյալ տրամաբանությամբ։ Ադրբեջան, դու նյարդայնանում ես այն հանգամանքից, որ մենք խոսում ենք գերիների մասին, գերիների խնդրի մասին, տվեք մեզ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը մենք կկարողանանք վաճառել Հայաստանի ներսում մեր քաղաքացիներին, իսկ մենք կդադարենք խոսել այդ խնդրի մասին, մենք կդադարենք խոսել գերիների մասին, կրկին, եթե թերթերից մեկում հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ Նիկոլ Փաշինյանը այս բովանդակությամբ զրույց է ունեցել իր թիմակիցների հետ, ապա հնարավոր վարկածներից մեկը գործընթացների կարող է հենց այսպեսին լինել։ Նաեւ արձանագրենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսել է նրա մասին, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում կա խնդիր, ինքը նաև հստակ ինստրուկտաժ է անցկացրել, թե ինչ պետք է անեն քաղաքական թիմի ներկայացուցիչները ժողովրդի հետ հարաբերվելիս, եթե ավելի կարճ ասենք, նա ասում էր՝ արեք այն, ինչ ես անում էի անցյալ տարի Կիրանցում, որովհետև հիշում եք, երբ որ այսպես կոչված դելիմիտացիայի, դեմարկացիայի շրջանակներում, երբ որ Փաշինյանը այցելել էր Կիրանց, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, որոնք հղում էին անում կիրանցի բնակիչների հետ զրույցներին, Փաշինյանը ասել էր հետևյալը, որ եթե մենք ադրբեջանական պահանջներին համապատասխան չգնանք դելիմիտացիայի գործընթացի, ապա Պակիստանից մինչև Թուրքիա, Ադրբեջանից մինչև Ռուսաստան
Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ են անելու, այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունել է հետևյալը, որ նա պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է, նա սնվում է պատերազմով, իր իշխանությունը սնվում է պատերազմով կամ սպառնալիքով պատերազմի, հետևյալ տրամաբանության, որ Ժորժ ջան, եթե մենք չլինենք, շատ ավելի վատ պատերազմ է լինելու, դրա համար թողեք մենք մնանք իշխանության, օգտվենք իշխանական բոլոր արտոնություններից, վայելքներից, որովհետև եթե մենք չլինենք, լինելու է ավելի վատ։ Այս խոսույթը ինքը շատ է նմանվում այն խոսույթին, որը կար 98 թվականին։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրը Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ հեռանում էր, նա ասում էր, որ պատերազմի կուսակցությունն է գալիս իշխանության, բայց հետագա գործընթացները ապացուցեցին, որ մենք զարգացման եւ խաղաղության տասնամյակ ունեցանք, իսկ մեծ պատերազմը Հայաստան եկավ այն բանից հետո, երբ որ իշխանությունը բանցիկով հանձնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ընկերոջը, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Նիկոլ Փաշինյանին, հետևաբար ապագա քաղաքական գործընթացների շրջանակներում, եթե քաղաքացիները իսկապես ուզում են, որ Հայաստանում պատերազմի կուսակցությունը մերժվի, անհրաժեշտ է, որ մերժվի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նրա քաղաքական բոլոր գործընկերները։ Մտածեք այդ մասին։